Ժողովուրդը գրում է. վարորդները երեկ քնել արթնացել ու տեսել են, որ հեղուկ գազի գինն ավելացել է 30-ից 40 դրամով։ Մինչ երեկո լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել։ 3 օրվա ավարտին հեղուկ գազի գինն աստիճանաբար բարձրանալով դարձել էր 250 դրամ։ Վարորդները թերթին ահազանգում էին, որ եթե այսպես շարունակվի, կստեղծվի դեֆիցիտ, որի շնորհիվ էլ ավելի հեշտ եւ արագ կիրացվի ադրբեջանական բենզինը։ Մասնագետները պնդում են, որ հնարավոր է արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, որ ադրբեջանական քաղաքական բենզինը իրացվի խաղաղության անվան տակ։ Հրապարակը գրում է. Տարեմուտին պարգևավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։ Տարբեր նախարարություններից թերթը տեղեկություններ է ստացել, որ անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ԿՊԱ-ականներին պարգևատրելը դարձել է ռազմորկաների թեմա, կաթվածահարարել աշխատանքային պրոցեսը։ Անգամ փորձագետների շրջանում բարձր պարգևավճարներ են ստացել միայն ԿՊԱ-ականները, մյուսները չնչին գումարներ կամ ոչինչ։ Հրապարակը գրում է. ԿՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։ Պատգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներ նորնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ 1000 պատվիրակների ընտրությամբ էլ կձևավորվի նախընտրական ցուցակը։ Իհարկե, առաջին 50 հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ արժանավորներին վերին հորիզոնականներում կգրի։ ԿՊ-ում սակայն այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն եւ բարձր պաշտոնների նշանակվեն։ Ժողովուրդը գրում է. հունվարի 13-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց. հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ։ Հենց ազգային անվտանգության տեսանկյունից Պապիկյանի այս հայտարարության ֆոնին թերթը ուսումնասիրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավը, վարչության 20 հոգանոց կազմը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Ստացվում է պարադոքս։ Իշխանության քաղաքական վերնախավը, որը պետք է օրինակ ծառայի, լուրջ խնդիրներ է ստեղծում պատասխանատվության եւ ազգային անվտանգության հարցերում, քանի որ մեծ մասը չեն անցել զինվորական ծառայություն։ Ուստի Սուրեն Պապիկյանը իր ենթականերին ազատելուց հետո պետք է նաեւ կուսակցության վերնախավին պարտադրի հրաժարականներ ներկայացնել, հայրենիքի հանդեպ անպատասխանատու պահվածք դրսևորելու եւ բանակից փախչելու համար։ Հրապարակը գրում է. նախորդին Վազգեն Սարգսյանի հոր Զավեն Սարգսյանի հոգեհանգստին նախկին եւ ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի մասնակցելու էր գնացել նաեւ կաթողիկոս Գարեգին II, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես։ Արամ եւ Արմեն Սարգսյանները խոնարհվեցին եւ համբուրեցին վեհափառի աչը։ Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ։ Իշխանական թերթի զրուցակիցը խոստովանել է, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին եւ մտադրություն են ունեցել թաղմանել գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են եւ թաղմանը չեն գնացել։ Փաստը գրում է. օրերս հերթական ԿՊԱ-ական կարկառունը մեր ձևով շարժումից ջղաձուկումների մեջ ընկած որոշել է հաշվել Կարապետյանների մեկ օրվա ծախսն ու ինչ-որ թվեր է հրապարակ նետել։ Դժվար է ասել, թե ինչպես են հաշվել ինչ մեթոդաբանությամբ, բայց դա նույնիսկ կարևոր չէ։ Կարևորագույնը պրիմիտիվագույն մանիպուլյացիայի մեթոդն է, թե Կարապետյանի Գերդաստանի օրվա սովորական ծախսը քանի անգամ է ավելի Հերվաշենցի Վարսիկ տատիկի 1 տարվա ծախսից։ Սա ասում է Կարապետյանների մասին, որ իրենց ունեցվածքը բիզնես գործունեությամբ են վաստակել։ Հիմա թե ինչ նախաճաշ են անում կամ չեն անում, իրենց օրինական ունեցած միջոցներով են անում։ Իսկ ԿՊ կարկառուններն ինչ միջոցներով են ոչ միայն ճոխ նախաճաշում, այլև օրավուր հարստանում։ Ճիշտ է, պետության, պետբյուջեի, մեր հարկատուներիս հաշվին։